Ավտոմատի դարչի արտահայտությունը հռչակվեց որպես պատերազմում պարտության պաշտոնական արդարացում։ Ավտոմատի դարչի պարտված, բայց չկոտրված հայերը սկսեցին փնտրել լուծումներ բացհարթակներում ուսումնասիրելով, թե ինչ է իրականում այդ անօդաչու սարքը, որ բազմագլուխ վիշապի կերպարով կարգվել էր պարտության հիմնական պատճառ։ Պարզվեց սարքի ընդհանուր կոնցեպտը շատ բարդ չէ, հասանելի անգլերեն իմացող երիտասարդին նույնիսկ պատանուն։ Այն կարելի է պատվիրել սարքի մասերն ու անձամբ ստանալ տարբեր ձևերի, փոքր ու միջին չափերի ԱԹՍ-ներ։ Հազարավոր պատանիներ, երիտասարդներ քչփորեցին գիտահանրամատչելի կայքերն ու պատրաստեցին իրենց սարքերը։ Ոլորտը խթանելու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կազմակերպեց մրցույթներ, որոնց մասնակցում էին տասնյակ թիմեր, նաև որպեսզի գտնի տաղանդավորներին եւ նրանց միջոցով ոլորտն արագ զարգացնի։ Բայց ինչպես պարզվեց հաջորդիվ, բտան ոչ միայն հետաքրքրված չէ տաղանդավոր թիմերի հետ հետագա աշխատանքով, այլև մշակել է մեխանիզմ, որով 1000-ից մեկը կարող է համագործակցել պետության հետ։ Մեր երկրում ամեն անգամ փորձարկում անելը մի հնգօրյա ընթացակարգով անցել է նշանակում։ Խաղավիացիայի օրենքներով լրացնում ես ձևաթուղթ, խնդրում թույլտվություն, որը կարող է տան, կարող է չտան հնգօրյա ժամկետում։ Եվ այդպես ամեն փորձի համար, եթե հաստատ չես ուզում դատվել։ Մինչդեռ երկրներում, ուր ցանկանում են զարգացնել այս ոլորտը, կան թույլտվությունների վայրկենական ստացման ընթացակարգեր։ Ասենք սա հաղթահարեցիր, ստացար շատ լավ սարք, դա բավարար չէ պետությանն այն առաջարկելու համար։ Պիտի ունենաս նաև լիցենզավորված արտադրամաս, որը պահանջում է նվազագույնը մոտ 50 միլիոն դրամի ներդրում, այդ ամենը համապատասխանեցնես պետական չափանիշներին, անցնես լիցենզավորման թղթաբանությամբ։ Լիցենզավորման պիտի տանես նաև սարքդ, որից պիտի պատրաստած լինես 4-5 հատ, ինչպես քո խնդիրն է։ Ոչինչ, որ երբ սկսվում են պետական խնդիրները, ԱԹՍ-ներ հավաքում են թե տանը, թե ավտոտնակում, թե մի կերպ քամի պահող վրանում, թե նկուղում։ Հիմա գնա, գտիր միլիոններ, որ թույլ տրվի մտածես ԱԹՍ ոլորտը զարգացնելու մասին, որ ավտոմատի դարչի արտահայտությունը հնչի ոչ թե ձեռքերը վեր տակտիկական նահանջ են քանում հրամանի պես, այլ որպես խնդիր, որ մարդը, քաղաքացին, գիտնականը, ուսանողը կարող են լուծել պետության հետ։ Առայժմ հենց այդպես էլ ոլորտից դուրս են մնում ոգևորությամբ ինքնուրույն ահագին բան սովորած, իրենց մտահղացումներն իրականացրած, նորարարական լուծումներով իրենց սարքերը ստացած պատանիները, երիտասարդների թիմերը, ճարտարագետները, որ այդքան ներդրում չեն կարող անել։ Մնում է 1000-ից մեկը։ Երևի մեր պետությանը հենց դա էլ պետք է, որպեսզի կրկին հնարավոր լինի արդարացնել այս խոսքերը։